Սիրելիներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր պարզվեց հետևյալը, որ Պաշտպանության նախարարությունը փակելով գնդերեսների ծառայությունը Պաշտպանության նախարարությունում, այսպես կարելի ասել, այլընտրանքային ձև է գտել այդ բացը լրացնելու համար եւ առաջարկում է բոլոր ուրացողներին, բոլոր դավաճաններին, բոլոր այն կարգալուծ եղած նախկին հոգևորականներին եւ այսօր էլ բանակում ծառայող որոշ հոգևորականների, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանի եկեղեցահալած քաղաքականությանը, առաջարկում է պաշտոններ Պաշտպանության նախարարությունում ինձ հասած տեղեկության համաձայն մայորի հաստիքով 700,000 աշխատավարձի խոստումով։ Եվ տեսեք, թե ուր են տարել մեր հայրենիքը, ուր են հասցրել մեր հայրենիքը, որ անգամ պետական բյուջեից Պաշտպանության բանակին նախարարության ներողություն տրամադրվող ծախսերի հաշվին հովանավորում են եկեղեցահալած իրենց քաղաքական օրակարգը։ Այսինքն մարդկանց վճարած հարկերի, մարդկանց վճարած պետական հարկերի հաշվին հովանավորում են, կամ այսպես կարելի ասել կաշառում են, եւ այդ կաշառքը օրինական տեսք են տալիս, այդ կաշառքին օրինական տեսք են տալիս բարձր աշխատավարձով աշխատանք առաջարկելով Պաշտպանության նախարարություն, իբրև գնդերեցներ։ Սա որպես տեղեկություն ինձ հասավ, կարծում եմ մեր հոգևոր հայրերը, որոնց հետ փորձել են կապ հաստատել եւ նման առաջարկություն անել, իրենք սա կհաստատեն, բայց շատ դեպքերում մեր հոգևոր հայրերը կաշկանդված են Հայաստանից ներս նման հարցերի մասին խոսել կամ նման հարցեր բարձրաձայնելուց, որտեղ ուժայիներով ահաբեկում են եւ այսպես տարբեր սպառնալիքների եւ ճնշումների ներքո փորձում են լռեցնել մեր հոգևորականներին, որպեսզի իրենք իրենց արդարության ձայնը բարձրացնեն։ Սա որպեսզի բոլորը դիմանաք սիրելիներ։ Աստված օրհնի, պահի պահպանի մեր ազգը, մեր եկեղեցին եւ մեր բանակը։